Բարև ձեզ, Արև ձեզ, անին այսօր պատշգամբում ա։ այո, եւ Լավ ընթացքում եղանակը դասը։ երեխեքը դպրոցից գան ու սկսեն գոր գրալ կներեք։ Զումը չի թողում այդ գորգրոսները լսվի Այն արդեն։ հաճելի է, որտեղ վերեք ես լայվ էի անում YouTube-ում իմ աստրոլոգիայի Ահա, ալիքով, this is me ըհը, introducing the topic, ու բանը, տենց երեխեքը գորգրում են, ասում են ժողովուրդ կներեք էլի, երեխեքը գոռում են։ Լույսի իմ վրա ասում ա, որ երեխեքը խաղալիս գոռում են, բայց ամեն անգամ այդ պահին ես հիշում եմ, ես ոնց էի գոռում, երբ որ խաղում էի։ Ու վсё, ու էլ չեմ Ես ջղայնան։ ես քեզ ասեմ ավելին, քո երեխան առաջիկա մի տարին հենց հա լացելու որ դու։ Մերսի, ես գիտեմ, որ դու միշտ ինձ բادرշկա ես անում։ Լսի, իսկ դու օրինակ իջել բակ խաղացել ես, գորգրալով։ Հա, Ունեցել ես այդ գորգրալ երջանիկ տենց մանկությունը։ ես նես չի որ սա ղժացել եմ, բայց ես կարամ ասեմ, որ ունեցել եմ այդ մանկությունը։ Ես էլ ու այդ հավեսա, ես հիշում եմ մենք Վարդավառին, ասեն կողքի շենքերի հետ բան էինք անում, մրցումներ էինք անում։ Լուրջ եմ ասում, մի երկու հատ հին վաննա բիտոն ունեինք, բակում դնում էինք, լցնում էինք դրանք, արևի տակ տաքանում էր, որ հաջորդ Ահա, օրը իրար ջրեինք։ Վայ, դա ինչ հավես էր այն ժամանակ, լսի։ Մեր երեխեք այդ 7 տարին։ մանկությունը չեն ունենա, որ մենք ենք ունեցել։ Բայց գիտես, էլի ամեն ինչ մեր ձեռքերում է, պրինցիպի։ Որ ուզենանք այդ իհարկե կարելի է կազմակերպել, բայց բարդ կլինի, բարդ կլինի։ 7 քար էին խաղում մենք, Ինչպես հազամուլ էին խաղում էինք։ խաղում։ Իսկ բանը, իսկ դուք բանեն կոճակը, որ դնում էին ձեռքի մեջ խաղում էիք, այն որ Ոչ բեստիներ։ չենք խաղացել, Էդի որ դերը խաղացել դրա ենք։ անունը, այդ խաղի։ Լսի չեմ հիշում։ Հա, բայց հիշում ես բեստիները միշտ իրար կոճակ էին դնում, լուզերները Իրակին։ Հա։ Բան բանը, բան։ չացած հեռախոսը։ Հա, իսկ այգեպանը հավաքեց բոլոր մրգերը ձեռի հետ օվում վրա։ Հա։ Տիրահարված էր պալիտը։ Էդ էլ ենք խաղացել։ Իսկ Էդ էլ ենք։ բանը, Հասարակ դաժե մեծերով հավաքվում ենք, նու մեծասալով տենց իմ տարիքայինով հավաքվում ենք, հասարակ պահը պահկովոցին էլ ինքը հավես էր։ լսի, մենք, ես որ հիմա, ասենք, երեխեքը միջև ամառը 10 գոռում են, ես սկսում եմ հիստերիկանալ, համեցնում եմ, որ դուք միջև 12-ը հալաբուլա էիք խաղում, պաղկվոցի էիք խաղում, ձեր դիսկոտեկաներն էիք անում, համերգներ էինք անում, 25 դրամ տոմսը, 10 դրամ, հետո այդ Համերգ մենք գնում էլ էինք ենք ունեցել։ շանթի, այն շանթի պաղպաղակները կհիշես, այն լիմոնի Հա։ ելակ, պլաստիկ ամանի մեջ, այդ մենք էինք, Ըհը։ մենք երջանիկ էինք։ Անի ոտ է ոտ, չնայած որ հիմա երեխեքը գոռում են, իրականում նենց են գոռում, մենք 6-րդ հարկում ենք ապրում, ոնց որ քթի տակ գոռան, այն առաջի հարկիները ոնց են ապրում, ես չգիտեմ, ու ամռանը իրանք նոն-ստոպ առավոտվա 8-ից իրիկունը 12-ը գոռում են, բայց ես որ ցես նայում եմ իրանք գոռում են, ասում եմ որ ավելի լավ է գոռան, քան թե մարդը իր TikTok-ի մեջ էշացած նստեն, դրանով Հաստատ։ փիթարվում եմ։ Հաստատ։ Հետևի քարը տուֆ է։ Լսի, չէ, հա, չէ, տուֆ չի, նո, տուֆ չի, Ուզում եմ բայց հասկանալ, էս եթե տուֆ է, էս տուֆ է, էսի հին տես, շենքի հին մասն է, վրան պրոստը ներկածա նույն գույն էլի, էսի տուֆ է, հետո էս, այսինքն վարդագույն է ինքը իրականում։ հա, ինքը վարդագույն է, Հա, այդ բալկոն օքեյ։ այս ծաղ լրիվ ավելացրած է, հին շենքը Ահա։ ստեղծել է, հետո իրան ռիբրենդինգ են արել, վերա Ահա։ թողարկել են, որպես նավաստրոյկայի անիկի վայփրտը, էսի հին շենքն է սովետի սարքած, էսի Ահա։ հիմիկվա սարքածն է, ու տենց ինչ-որ Ահա։ կոմենտներ, երբ որ մենք ստեղ տեղափոխվեցինք, այս գեղեցիկ բլուրը, սա Բագրևանդն է, եւ Ահա։ հարևանների գույնզգույն լվացքները, this is massive baby, բանը, ըստ այս բլուրը դատարկ էր ու հետևից հատիս սարն էր երևում, բայց հիմա այս 5 տարի ենք մենք ստեղ ապրում, արդեն այսքան շենք են սարքել ու չգիտեմ, ուսումա հաջորդը գալու են ստեղ պրամը։ Մի բան ծալքեն։ Հմ։ Հա դեսօր ուզում ես Մենք իմ սիրած թեմաներից էս խոսանք, ասացիր, ես արդեն աչքերս փայլում են, որտեվ քո սիրում եմ։ սիրած թեման է, հետո նաև ես ինքս եմ սիրում այդ ամեն ինչը, ինչքան էլ մի քիչ sense մի սկեպտիկորեն եմ մոտենում, չնայած այդքան շատ չի սկեպտիցիզմը երևի, Ահա, բայց այսօր շատը խոսելու ենք էզոտերիկա, ահա։ ինչ որ sense պարանորմալ, ինչ որ բաների մասին։ Բայց մի հատ բասի այդ էզոտերիկա բառը ստուգա բան եմ, տերիկա, տեոլոգի երևի ասենք պարզա, բայց էզո Ահա, ինչ է նշանակում։ հետաքրքիր է, երբևէ չեմ բանալել այդ Ես է, ստուգել։ բասի ռուսերենով նայեմ ու share անեմ, օրինակ որ դասում ես էզոտերիկա, what comes to your mind։ Ուրեմն նայ, Ապագայի էզոտերիկա, կանխագուշակում։
Эзотерика — совокупность знаний и сведений, недоступных непосвященным, несведущим и мистических учениях. Լավ է։ Греческое Okay։ внутренний. Լրիվ ուրիշ բան է ես պատկերացնում, Ես էլ էի ապագայի լրիվ կապակ մշակում էի Հա, պատկերացնում։ չէ, ինքը ապագայի չի, էզոտերիկան մենակ ապագա չի։ Նա հիմա որ ասում ենք էզոտերիկա, ինչ ա գալիս մեր մտքին։ Ինչ որ թալիսմաններ, ինչ որ Ահա, բաներ են իմ ցես մոտ էլ։ գալի մտքից, քարեր, Ահա, ինչ որ մարդիկ երաններ, ովքեր ունեն ինչ որ, հա, ինչ որ մարդիկ էր, ովքեր ունեն, էքստրասենսորիկա։ հա, Ահա, հարցս առաջին որ ուզում եմ քեզ տամ, այո, կապիտալ հավատում ես մայկա դու եմ հայքել բանից բեխաբար։ Հավատում ես։ հավատում ես դու արդյոք այն հավատում ես որ գոյություն ունեն մարդիկ ովքեր ունեն ինչ որ կարողություններ, Միանշանակ հավատում եմ։ բայց գիտես չէ, մենակ այն անգլերենի դասի ժամանակ որ ասում ենք yes or Yes, no, no that's not question չի։ enough։ Հա, դա Yes։ հավատում եմ, ուղղակի ինձ թվում է, որ այդ կարողությունները տարբեր սպեկտրի են։ Ես առհասարակ մտածում եմ, որ մենք բոլորս ունենք նույն պոտենցիալը, նույն կարողությունները։ Ուղղակի տես ոնց որ անգլերենը երեք իմ գործընկերուհիներից մեկի հետ էի խոսում, ում հետ որ աշխատել եմ դպրոցում, ու ինքը ասում էր աստրոլոգիան, ասում է հիմա ավելի շատ աստրոլոգիայով եմ զբաղվում, սովորացնում, բան, ասում դե անգլերենն էլ կա, հավես, հավես, մեկը աստրոլոգիան ինձ այս պահին ավելի հետաքրքիր է, ես սովորացնում եմ ու ինձ հավես է, ու ինձ հարցրեց, ասեցի, իսկ աստրոլոգիան հեշտ է սովորել, ասեցի լեզվի պես, անգլերենի պես։ Պրինցիպի բոլորն էլ կարող են, չէ, անգլերեն սովորել, բայց մարդկա, ասենք, իրան ավելի հեշտ է տրվում, ասենք, իր pronunciation-ը ավելի հեշտ է, ինքը pick-up-անում, ավելի դիսցիպլինա ունի, լավ, то есть պրինցիպի չես կարող ասես, որ մարդ կա, որ նու լավ, տենց շատ դմբոներ ելնում են, բայց տենց դմբոները աստրոլոգիալ չեն սովորում։ Բայց միջի վիճակագրական մարդը ոնց կարող է more or less անգլերեն սովորի, տենց էլ կարա more or less աստրոլոգիա սովորի։ Ես կարծում եմ, որ աստրոլոգիան իրականում էզոտերիկա չի։ Դա իմ կարծիքն է որպես աստրոլոգ։ Իսկ էզոտերիկայի պոտենցիալը, եթե մենք էզոտերիկայով հասկանում ենք ինտուիցիա, որը շատ գլամուրնի բառ է, երբ որ մենք հասկանում ենք ինչ-որ սենց նշաններ, 11, 11, 12, 12, սենց բաներ, ինձ թվում է, որ էզոտերիկայի պոտենցիալը բոլորիս մեջ կա, ու մենք ենք ընտրում, որոշում, թե ինչքանով դրան ուշադրություն դարձնենք, ինչքանով զբաղվենք դրանով, դու ոնց ես կարծում, ինչ ես կարծում։ Ինձ թվում է, որ բոլորի մոտ չի, որ այդ պոտենցիալը կա, գիտես, Ահա։ որովհետև ոնց որ բոլորի մոտ լիներ այդ ամեն Ահա։ ինչը, ինքը այդ ամեն ինչը կորցնում է իր այդ Բայց խորհրդային, արդյոք դա ինքը խորհուրդ ունի, արդյոք ինքը խորհրդավորություն ունի, թե մենք ենք տվել այդ նշանակությունը։ մենք ենք տվել, բան չունեմ ասելու, բայց միևնույն ժամանակ չեմ կարող ապանդեմ, որ բոլորը ունեն պոտենցիալ Ահա, իրանց մոտ զարգացնելու այսինչ բանը, ահա, ունակությունը։ ահա։ Ինձ թվում է շուտիկի էդի հատուկենտ մարդիկ են, հատուկենտ Լսի, մարդիկ են, պրոստը հիմա այնքան այդ պսևդո բլոգերների դարաշրջանն է, երբ որ բոլորը մեզ սովորացնում են ոնց մենք ապրենք, երբ որ ասենք Կրիստինե Եղիազարովան միլիարդներ է աշխատում որպես նումերոլոգ, փաստացի մարդկանց վաճառելով իրանց իսկ երազանքը, ես դեմ չեմ նումերոլոգիային, ես չեմ հասկանում, չեմ իմանում, բայց դեմ չեմ, ընդունում եմ, որ այն գոյություն ունի, բայց то есть այդ կարելի է, то есть ինքը պապսա է, ասածս այն է, որ այն ինչը որ սոցիալական մեդիայով, YouTube-ով, Instagram-ով, TikTok-ով mass market է, ոնց որ H&M-ը, հա, ինքը վատը չի, բայց նայ, H&M-ի շորերը վատը չեն, ես ինքս ունեմ լիքը H&M-ի շորեր, բայց ընդեղ կան, ինքը էժան է, չէ, ինքը հասանելի է, ինքը ըհը, Չես տարիներով չես հագնի, մի սեզոն, երկու սեզոն ու վերջ։ ըհը, Ես կարծում եմ, որ այս պահին մատուցվող էզոտերիկան հիմնականում H&M-ա։ ըհը, Բայց ես սիրում եմ ըհը, գերմանական միջին վիճակագրական բրենդեր, էլի, որոնք որ ըհը, H&M-ից կարող է մի քիչ թանկ են, բայց իրանց տարիներով հագնում ես։ Այդ ինչ որ օրինակը տենց փորձեցի բերել։ Իսկ որ հիմիկվա ցույց տված, ռոպագանդված էզոտերիկան, պրոստը մարդիկ այնքան են հերվածել բնությունից, այնքան են տարվել գadgetներով, գիտությամբ, սմարտ ավտոներով, որոնք ճառագայթում են իրանց Wi-Fi-ներով ու Apple product-ներով, ոնց որ ես ու դու, կստացի,
Երբ որ մենք մարդկանց ասում ենք գնա դեպի բնություն, երբ որ ասում ենք բոբիկ ոտերով կանգնի հողի վրա էներգիա ստացի, դա էզոտերիկա է, բայց դա էզոտերիկա չի, դա բնություն է, դա կրոն է, դա աստվածաշունչ է։ Չէ՞ որ ասում է հողից է ստեղծվել, հողեր, հող պետք է դառնաս։ Բնականաբար, երբ որ դու որպես հողի ծնված, այդտեղ ես որպես էզոտերիկայի բան չեմ ասում, կրոն, քրիստոնեություն եմ ասում։ Հողից ես չէ ստեղծվել։ Adamը հողից չստեղծվեց, Եվան էլ Ահա, Ադամի կողից ստեղծվեց։ Լիլիթի մասին ահա, մոռանանք։ Լիլիթը պոպուլարնի չի աստրոլոգիայում։ Հայերականում ինքը տենց բան է, էլի միստիկ մոմենտ է։ ախտ տիպա։ Հա, լրիվ կոնկրետ։ То есть նայ, մարդուն հետ է ստանում բնություն, ինքը դրա մեջ տեսնում է էզոտերիկ այդ բնությունը։ Ահա, То есть մեր Աբու պապերը, այն Homo sapiens-ը, որ կարդում էի, Հարարի, ինքն ա տեղ ասում է մեր Աբու պապերը, ասում է այնքան այն բնության հետ շփվում եք, նա մեր երկրին գիտեն կոնկրետ որորը ինչ ձևի անձրև ա գալու, ինչքան ժամանակով։ Հիմա ասում է ահա, մենք ով որ զգում է օրինակ եղանակը, ասում ենք էքստրասենս է, չէ՞ ասում է, դա իր գենետիկ հիշողությունն է, ինքը հիշում է, ինքը այնքան է առնչվել, то есть եթե մենք մեր գիտությունը մեր մեջ մի քիչ քչացնենք ու ավելի գնանք մեր բնական վիճակի, մենք բոլորս էլ էզոտերիկներ ենք։ More or less։ ամենալավներ, Հմ, մորորլեսի պահը։ հա, սիրում եմ այդ Ա, բառը։ ը, Top ground-ա տալիս։ հետաքրքիր ձևակերպում էր։ Ըհը։ Քո definition-ը տվեցիր, ինչը Հմ, սենց հետաքրքիր է։ հմ։ Ամ, Իսկ դու երբևէ մտածել ես, որ դու ունես ինչ-որ սենց գերբնական շնորհ կամ տաղան։ Հա, Ահա, հա, մտածել եմ, որովհետև դե չեմ խոսում այն մասին, որ բիթվա էքստրասենսով նայում էի, ասում էի, վայ ինչ կայֆ է, ես էլ երևի ունեմ ու տենց ունակություններ։ լրիվ։ Իրականում դեպք եղավ իմ ընտանիքում, երբ որ իմ բարեկամը, իմ հարազատը, իմ արյունակիցը ինձ զանգեց, ես իր հետ խոսեցի, ես հասկացա, որ ես իր հետ էլ չեմ խոսելու, դա եղել է մոտ 16 տարի առաջ։ Ես Ահա, հասկացա, որ ես իր հետ էլ չեմ խոսել։ Ես ուղղակի զգացի, որ ինքը հիմա պետքա մահանա ու ցավոքը տենց էլ եղավ։ Դա առաջի անգամն էր, երբ որ ես զգացի, որ չոտը նիտոյա։ Այս մասին դու չգիտեիր, հիմա երևի նոր բաներ ես բացահայտում, որտեղ ես չեմ կարծում, որ հա, բացել ունեի։ Ես իրականում ու երկրորդ անգամն եղել է մեր Տաթևի հետ։ Տաթև հուսով եմ դեմ չես, որ այս մասին sense publicly հայտնում եմ, Տաթևի հետ podcast էինք արել։ Ուրեմն Տաթևի հետ հանդիպել ենք, Տաթևը ես զգում եմ մահը ու ծնունդը, հղիությունը։ Ու Տաթև, որ իր առաջին բալիկին պետքա ունենար, չգիտեմ ինչ եմ ասում, առաջին դեռ այդ մեկն է, բայց առաջին բալիկին, որ պետքա ունենար, ինքս ինձ եկավ նստեց, ինձ նայեցի, ասեցի Տաթև հղի ես, ասեց չէ, ասեցի Տաթև հղի ես, պարզվեց, որ հղի էր, ու ոնց որ առաջի մոմենտը այդ եղել է իմ բարեկամի հետ, դրանից առաջ դա կրկնվել է, ես զգացել եմ իմ քեռու մահը օրով, մորաքրոջ մահը, մյուս եղբոր մահը, քեռու տղայի մահը, մահն ու ծնունդը ես զգում եմ։ Երբ որ ասենք իմ շրջապատում մարդիկ հղի են, իրանք անգամ չգիտեն, ես դա զգում եմ, չգիտեմ ինչ որ մի հատ, այդ էզոտերիկա է երևի։ Ես այդ ուղղակի զգում եմ։ Ու երբ որ լավ, ինչով է դա պայմանավորված։ Ոնց ես բացատրում այդ, ոնց ես զգում դա։ ինձ թվում է ես ուղղակի կյանքը շատ եմ սիրում։ Ու երբ որ նոր կյանք է սկսվում կամ չմեկի կյանքը սպառվում է, ես զգում եմ, որ ուժերը լքում են կամ հակառակը նոր ուժ է գալիս։ Ես ուղղակի կյանքը շատ եմ սիրում։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ ապրում, ես մի քիչ ուրիշ ուշադրություն եմ դարձնում ամեն ինչին։ Փիլիսոփայությունը քո կյանքի այլ է։ Հա, Հիմա հարց եղել է քո պրակտիկայի մեջ աստրոլոգիայի, որ մարդիկ դիմեն քեզ նրա համար, որ դու ասես իրենց մահվան օրը ես շատ հեռու ու չեմ գնա եւ կասեմ, որ իմ սեփական արտադրության ծնողները բարբերաբար այդ թեմայով ուղղում են իմ հետևից, բայց էշությունը պրոգնոստիկա անել մահվան, դու կարող ես տեսնել նայ աստրոլոգիայում կոնկրետ, երբ որ դու կանխատեսում ես անում, որպեսզի հաստատ ասես, որ օրինակ թադը այս տարի կպսակվի, մեզ պետքա 3 ցուցիչ, 3 պրակտիկայով նույն բանը տեսնել։ Կոնկրետ մահվան դեպքում, ճիշտ ասած, եղել են դեպքեր, որ իմ ծնողների համար չէ, բայց որ ինձ դիմել են, եղել է, որ 100% տեսել են, բայց չեմ ասել, չէ, դա պրոֆեսիոնալ չի կարելի ասել, չի կարելի ասել։ Այդ դեպքում դու նուրբ ես, մի անգամ եմ տենց անսամթ բան արել, էդ էլ քննություն էի ես հանձնում հենց աստրոլոգիայի,
ու իմ աստրոլոգիայի դասատուներից մեկին էի ես իր քարտեզն էի վերլուծում, չգիտեի որ այդ ինքն է, հետո գիտեի։ То есть իրանք, էզոտերիկայի կարգից։ Ինձ տվել էին քննության համար քարտեզ, ասել էին արած քարտեզի հետ աշխատի կոնսուլտացիաը, ես քարտեզի հետ աշխատելով վրաջ ջոգեր էի ետում քարտեզնա, պրիտոմ որ ես այդ մարդուն կես անգամ կես աչքով էի տեսել, ասել էի այդ իրա քարտեզն է։ Ու ինքը միացել էր վիդեոյով անունը փակած, ասեցի այդ ինքն է, միացրա վիդեոն, ես գիտեմ, որ այդ դու ես, Աքսանանա ու խոսեցի, то есть այդ չգիտեմ, էզոտերիկա է, թե չքթիծակա, թե ինչա։ Ու երբ որ ես իր պապայի մահը տեսա, կոնկրետ ասեցի, գիտես ինչի ասեցի, որտեվ առաջինը ինքն էլ է աստրոլոգ, երկրորդը ես քննություն եմ հանձնում, ես ասեցի, այս ասպեկտը ինձ թվում է պապայի գնալու ասպեկտ է։ Պլյուս փառք Աստծո այդ մարդը 98 տարեկան էր, при всем при этом։ Բայց գիտես հետաքրքիրը որն է, որ ասում է սապոժնիկ բիս սապոկ, աստրոլոգը ինքը իրան չի կարում այդքան լավ վերլուծություն անի, քան դիմացինին։ Ու իմ դասատուն, ով որ ինձ սովորացնում էր աստրոլոգիա, ես իրա քարտեզը վերլուծեցի, ինքը ասում է Աստված իմ անի, ասում է ես բաներ չէի տեսել, հիմա դու ասում ես ես տեսնում եմ, բայց ես իմ մոտ դա չէի տեսնում, ոնց որ աչքերս փակ կլինեին։ Մենակ այդ մի դեպքն ա եղել, որ ես ասել եմ, որտեղ շատ հստակ երևում էր պապայի գնալը, պապան էլ կներես 98 տարեկան էր, դայ բոգ нам всем столько дожить, ու այդ մի հատ դեպքն ա եղել։ Մյուս դեպքերում հիմնականում լղում ես, ասում ես առողջական հարցեր կլինեն, կարող է պետքա բժշկի գնալ, մի քիչ շատություն դարձնել, ինչ որ sense բաներ ես ասում, էլի, то есть ֆոկուսը տալիս ես։ Okay, papan գնաց իրա։ Հա։ Ու մենք օրինակ ես օրինակ չեմ ասում մեռնել, մահանալ, ես ասում գնալ, որովհետև մենք մտածում ենք, որ գնում է։ Մենք չենք մտածում, որ կյանքն ավարտվում է։ Շատ լավ։ Ամ Գիտես մեծ հարց է ուզում տալ անի, բայց ես մտքիցս թռավ, նենց ստրեյչնի հարցերը մի հատ, բայց մտքիցս թռավ։ Խոսում եի, որ ծնողներս հետևից ընկնում են այդ թեմայով։ Ավելի Չէ, շատ, չեմ կարա հիշեմ։ ավելի շատ գիտես, որ հարցով են դիմում։ Հիմնականում ավելի շատ դիմում են, երբ կամուսնանամ, երբ երեխա կունենամ, երբ գործ կփոխեմ, Ահա։ ու փաստաթղթային հարցեր, ասենք միգրացիայի համար եմ դիմել, կստացվի թե չի ստացվի, ու աստրոլոգը երբ որ վերլուծություն է անում, կրկնեմ, աստրոլոգիան էզոտերիկա չի իմ ընկալմամբ։ Աստրոլոգը, կարա աստրոլոգը էզոտերիկ լինի, հստակ կպատմեմ այդ մասին, բայց էզոտերիկա չի, եթե դու hardcore անալիզ ես անում, այդ вообще էզոտերիկայի հոտ չի գալիս։ Այնքան ես даже քեզ կարամ հիմա ծանրաբեռնեմ, պրոստը ձեռիս տակ կա։ Ցույց տամ աստրոլոգը ոնց է աշխատում, դու տես չես պատկերացնելու, բայց հիմա ձեռիս տակ կա էլի, որտեվ ես ամբողջ օրը դրա մեջ եմ։ Մենք ոնց ենք աշխատում, ինչ ֆորմուլաներով ենք աշխատում։ Դու ասենք նիֆիգա չես հասկանա, օրինակ, չգիտեմ, դու պատկերացնում ես, այս ինչ հաշվարկներ է, սենց ենք մենք աշխատում։ То есть մենք սա վերլուծություն ենք անում։ Սենց էսի Մոտիտիվ էզոտերիկա է։ հավասարում ոնց Իմ որ լինի։ կարծիքով էս էզոտերիկա չի։ Իմ կարծիքով սա բարձրագույն մաթեմատիկա է, որտեվ դու հաշվարկ ես անում։ Մենք սենց ենք աշխատում, էս է մեր գործիքը։ Մենք սենց ենք Ահա, վերլուծում ու ասում, որտեղ մենք էս մեր համար կոդեր է։ Ինքն էլ է օտար լեզու, մեր ահա, համար կոդեր է։ Աստրոլոգը ցանկացած աստրոլոգ կհասկանա ես տեղ ինչ եմ գրել։ ահա։ Հիմա հարց։ Մենք շատ հաճախ ֆիլմերում ու հանրապես ինչ որ հաղորդումների ժամանակ, երբ որ մարդը փորձում է ինչ որ բան իմանալ անցյալի մասին, ինչ որ դեպք բացահայտել, տվյալ անձը, նույն ինքը էքստրասենսը, ասում է, որ այդ ամեն անորից հետո մենք կորցնում ենք մեծ քանակի էներգիա եւ այլն եւ այլն։ Հիմա դու որպես աստրոլոգ, երբ որ դու անում ես այդ աշխատանքը, դու ա, հոգնում ես որպես մարդ, թե զգում ես, Քանի որ որ սենց ես անում եմ էներգիան սպառվել է։ Քանի որ ես անում եմ աստրոլոգի աշխատանք, ոչ թե էզոտերիկի, այսինքն ես գուշակում անուշակ չեմ եւ հեքիմ չեմ աչքերս փակած, ցենց չեմ գուշակում իր ապագան, ես էներգապես չեմ հոգնում։ Ես հոգնում եմ Գիտես, այնքան, այնց ոնց որ հոգնում ես դու անգլերենի 5 հատ դասից հետո, օրինակ։ այսինքն Ինչի ճզմաս 5 հատ։ լիմոն ես լինում։ Ինչի 5 հատ, որովհետև դու այդ present perfect-ը simple past-ի հետ անդադ ես բացատրում, բայց դու ամեն մարդու ճակատագիր ուրիշ է, ամեն մարդու ծրագրեր ուրիշ է։ Դու ինչքան էլ Ահա, ֆորմուլաները դնում ես, վերլուծում ես, каждый раз как в первый раз, որովհետև եթե present perfect-ի վարժությունները կրկնվում են, more or less, մարդու ճակատագրերը իրանք հիմնականում շատ տարբեր են լինում, то есть բոլորի ուզածը նույնն է այս կյանքում, բայց իրանց իսходный точкան է տարբեր, իրանց գործիքն է տարբեր, իրանց սիրո լեզուն է տարբեր։ Հիմնականում մարդիկ գալիս են, երեք խորհրդատվություն ա, մի հատ շատ բարդ կին էր, շատ բարդ։
շատ։ Ու ինքը մի ժամ խորհրդատության 40 րոպեն ինքը խոսում էր։ Ես իրան անդադ ասում եի թողեք ես ասեմ, հետո դուք կասեք դու ինձ լավ կոնսուլտացիա չարի, որովհետև դուք ինձ չեք թողում, ես ինչ որ ուզում եմ ձեզ ասեմ, բայց ես հասկացա, որ այդ կինը պրոստը կարիք ուներ, որ խոսար իրան լսեին, որ ինքը Հոգեբանի կարիք ուներ։ հա կոնկրետ, որ իրան ասեին, որ ինքը ասեր, որ իր մաման պապան չեն սիրել, ես ասեի, հա, վա ինչ վատ մամա պապա ունես, բայց ես ասեցի քո մաման պապանա գնա սիրի, թե չէ վատ ալնելու քո մոտ ամեն ինչ։ Նայ, դա էզոտերիկա չի, այդ տրամաբանություն է։ Երբ որ մարդը, նայ, երբ որ Պիգմալիոնը, հա, երբ որ Պիգմալիոնը ստեղծեց Գալատեային ու Գալատեան թքեց Պիգմալիոնի վրա, Գալատեայի կյանքը ֆակափ եղավ։ Մաշտոցը թողել ասենց խոսամ ինձ, պերսոնալի թողել ասենց խոսամ։ Ասանի ոնց ուզում ես խոսա թողնում։ То есть երբ որ դու այն որտեղից որ դու ստեղծվել ես, որտեղից որ դու ծնվել ես, երբ որ դու դա ուրանում ես, չես սիրում, չարանում ես դրա հանդեպ, անգամ երբ որ ունես պատճառները, բնականաբար քո մոտ ամեն ինչ կյանքում վատ է գնում, որտեղ քո մոտ այդ Ահա, sense of belonging-ը կորցնում ես։ Դու չես ահա, հասկանում որտեղից ես եկել, ուր ես գնում, ու դու չունես այդ պատերժկան, քո ընտանիքի պատերժկան։ Ես որպես աստրոլոգ, ես ինձ համարում եմ սոտիկի ռադավոյ աստրոլոգ, ռադավոյ ծրագրերի վրա կենտրոնացած աստրոլոգ։ Ես շատ եմ ահա, սիրում թեման, ես շատ եմ սիրում խոսել ընտանիքի մասին, ընտանիքի ծրագրերի մասին, ժառանգած փորձերի մասին։ То есть ես չեմ հոգնում էներգետիկ առումով, որտեվ ես բան չեմ, էլի ոչ բաժակ եմ նայում, ոչ ոնց ասեմ, թատ ես էսա իմ աշխատանքը, էսա այսինքն վերլուծություններ եմ անում ու կողքը ստորագրում եմ, երբ որ խոսում են չեն թողում ես խոսամ, անկապ ստորագրում եմ, որ ժամանակ անցնի, որ իրանք խոսում են։ Էսա ես սրանից այնքան եմ հոգնում, ինչքան ասենք, չգիտեմ, տրիգոնոմետրիայի խնդիրները լուծելիս հիշում ես ինչքան էիր հոգնում, մի այդքան։ կանթի լուծած կամամոտ ինձ։ Լավ, Պյութագորասի օրենքով մի բան Յա, լուծած կլինեմ։ ես գիտեմ Պյութագորասի թեորեմը։ Ես է գիտեմ։ Հա։ Բայց ես չեմ կա, ես գիտեմ ինչ որ հիշում եմ մոտավոր եսիմ Ուղղանկյուն դեքնադիկի քառակուսին։ Ուղղանկյուն ահա սրան տեխնազիկի քառակուսին հավասար էր էջերի սրասրե քառակուսին։ էջերի ապրես։ Քառակուսի ասած է Բայց քառակուսի։ ոնց էր բանաձևը ցե քառակուսին A հավասար plus է B քառակուսի։ քառակուսի, A plus B քառակուսի ասած է քառակուսի անուբն էջերն են։ Ահ, դե ոնց ենք Իսկ հիշում։ դուք ասում եք ագրենի դասատուները դեբիլ են։ Այո, Ինկեր Գրիգորյան, եթե նայում եք իհարկե։ Անետը Գրիգորևնա Ա, respect, ուվաժուխ։ Հա, մեկ է դες լավ դիսկրիմինանտ էի հաշվում ես։ Յա, ես նե դիսկրիմինանտ հաշում, բայց հիմա մոռացել եմ։ Բայց որ ասում են VAT թեորեմով հաշվեք, ասում են դուք ավելի բարթացնելու ձև չգիտեք։ Լսի, Ասում են չէ, այդ իրականում հեքն է։ Իրականում ես դպրոցում լավ եմ սովորել ու ինձ միշտ հարցնում են, ասում են տիպը լավա գերազանցի կրնել է։ Ասեմ ինչի է լավ, որտեվ ես հիմա 34 տարեկան եմ ու ես ամեն շրջապատում խոսալու թեմա եմ գտնում, որովհետեւ դպրոցում լավ եմ սովորել։ Միշտ այս տարիների ընթացքում ում հետ ինչ խոսել եմ, հիշել եմ։ Ու հատկապես, չգիտեմ, Մենք աշխարհագրություն ը, ոնց շատ էի սիրում։ դպրոցական թեմայով մենք դեռ կխոսենք, դա կլինի մեր առանձին ոդկասթի թեման։ Մենք ասելու իհարկե շատ բան կա ու մեծ sense մի հատ կարծիք ունեմ, որ ես գերազանցիկ լինել այդքան էլ լավ բան չի եւ մյուս անգամ Ադը բանա գերազանցի կրնելը։ Այս մասին հաջորդ դասին։ այո, հաջորդ դասին, բայց իմ հարցը, որ ես ուզում եք ես տալ, չշեղվենք թեմայից, անի ճակատագիր ասվածը գոյություն ունի, գրված է մարդու ճակատին, այն ինչ որ պիտի իր հետ լինի։ Հա, բայց մարդը կարա փոխի։ Ես ես ուզում եմ լսեի, որ մարդը ունակա կերտի Նայ, ու փոխի։ ճակատագիրը այսենց մի հատ սենյակ է։ Այս սենյակի մեջ է, այս է քո ճակատագիրը, այս սենյակն է։ Բայց մոտդ ներկեր կա, աբոյ կա, կարաս պատը բացես, պատուհան սարքես, կարաս вообще բալկոն սարքես այդ սենյակը, Ահա։ պատկերացրի։ Այսինքն Ես այլ ձև էի պատկերացնում այդ, բայց դա լավ ես այո։ տենց եմ ընկալում, սա իմ ընկալումն է, իսկ դու ո՞նց ես ընկալում։ Ես մտածում եմ, որ մենք ունենք մի հատ холст, Ըհը, ըհը, ու այդ холստի վրա դու ես որոշում ոնց ըհը, նկարես, ինչ ձև գրես, ըհը։ մոտավոր ինչ որ բան։ Ա Լսի, հա, գիտես ճակատագրով օրինակ աստրոլոգիայում մոդա է այդ կարմիկ բառը օգտագործել, որտեղ մարդկանց մոտ ինչ որ բան է, հետաքրքրություն է առաջացնում։ Իրականում կարմիկ են բոլոր հանդիպումները, բոլոր մարդիկ կարմիկ են։ Հիմա իմ ու քո կապը կարմիկ է, կապ չունի, որ մենք աշխատանքային հարաբերությունների մեջ ենք, գործնական ենք հիմնականում, տենց շատ աստակարան։ Մեկը եկել է կարմիկ, մեկը դու ինձ բան ես սովորացնում, ես քեզ բան եմ ահա, սովորացնում։
Բայց միանշանակ ճակատագիր են մարդկանց երեխեքը, ծնողները, ամուսինները ու կանայք։ It goes without saying։ Ամենա Ռադավոյ աստրոլոգ որ ասում են հիմա հա, էսա։ բայց այտենց է, բայց ամենա ուժեղ կարմիկ կապը ծնողների երեխաների միջև է։ Ահա, Որտեվ դու ծնվում ես արդեն այդ ընտանիքում, ու it's given, չես կարա փոխես։ Ու բոլոր մարդկանց մոտ էլ, եթե դու նայես, բոլոր մարդկանց մոտ էլ ամենամեծ խնդիրները միշտ ծնողների հետ են, միշտ, like ահա։ always։ Դա էլ առանձին խոսելու թեմա է։ Լսի, Դա մի մենք պետք առանձին է նոթեր էպիզոդ է։ անել, հա, մեր ծնողներն ու մենք եւ մեր դպրոցական տրավմաները եւ մենք մեր Այո, ֆոնին։ ինչ է ուզում ասել, ինչ է ուզում Ես ասել։ ուզում եմ քեզ Հա, համոզեի, որ աստրոլոգիան էզոտերիկա չի։ ես հավատում եմ, որ ինքը էզոտերիկա չի։ Անձրև եկավ այս ուրախ Ը, նոտայի վրա։ Հիմա ինձ ասած տեսնեմ։ Մմ, Եղել է այնպես, որ կոմոդ գա, ոնց ես դու իրենց ասում, հաճախորդ մարդ, կլիենտ, ոնց ես դու իրենց ասում։ լսի կլիենտ Ոնց բառը ես։ մի տեսակ պրոստիտուցիայի հոտ է գալիս։ Բայց օրինակ հոգեբանները իրանց մարդկանց ասում են կլիենտ, դա լրիվ նորմալ է։ Չեմ մտածել Պացիենտ, այդ բառի մասին։ Պացիենտ չէ հաստատ, արի դիմորդ, հա, դիմորդը տենց բուհական բառ է։ դասա, այ որ դասա, Լսի դե դասատու է, որ նա ասեմ խորհրդատվության համար դիմող մարդիկ։ Okay, մենք սիրում ենք երկար բարակ, ճիշտ է։ Հիմա հարց։ Ահա։ Եղել է որ իրան գան քո մոտ ու դու հասկանաս, որ այս մարդու мод ոչ թե դու այդ ոլորտի ոլորտում ես կրթություն ու ասում ես այդ, բայց чисто по-человечески դու հասկանում ես, որ այս մարդը ունի հոգեկան կոնկրետնի լուրջ խանգարումներ ու իրանից պետքա մի ձև ցրել իրան կամ էլ ուղարկել հոգեբուժի մոտ։ Եղել են, ուզում եմ ասեմ, մարդիկ եղել են, ովքեր եկել են и несли бред просто чушь։ Հա, քիչ, շատ չէ։ Քիչ, երևի մի տարի ա, որ ես պրակտիկա եմ անում, այս ընթացքում քանի հոգու խորհրդատվություն արած կրնամ։ Այս մի 100, ասենք 100։ Այդ 100-ից 5-ը։ Նայ, ես չեմ ասում իմ անուններ տաս եւ այլն եւ այլն։ Ես իրանց Ինչ կոնկրետ կարգի, ասա, ինչ կլասի են այդ, ինչ կլասի ասեմ։ Ասեմ, երկու հոգին եղել են կանայք, ովքեր որ ամուսնացել են եւ ամուսինները ման են գալիս, ծեծում են, ֆրֆռում են, իրանց երեխեքի աչքի դեմ է, այդ ամեն ինչը իրանք ներում են, իրանք շարունակում են իրանց թարթիշները լցնել, շրթունքները լցնել եւ իրանց համարել երջանիկ ամուսնացած կանայք, ու իրանք իսկ դիմում են խորհրդատվության, երկու դեպքում էլ նույնն էր հարցը, որ իրանց երեխաների անձնական կյանքում խնդիրներ կան, ու ես ես նստում եմ ասում եմ ձեր կարծիքով, երբ որ ձեր աղջիկը տեսնում է որ ձեր ամուսինը սիրուհիներ ա փոխում։ Գալիս ա տուն, դուք իրան էլի սիրում եք, պաշտում եք ու տենց սիրուն քսված դեմքով, վինիրներով ման եք գալիս, ձեր աղջիկը, ասում եմ իմ աղջիկը 21 տարեկան է, 3 տարի ա նշանված ա մի տղամարդու հետ, ով որ իրանից 15 տարի մեծ ա ու ապրում ա Մոսկվայում։ Աղջիկը կողքը նստած ա։ Ասում եմ հարգելի աղջիկ, դուք սիրում եք ձեր նշանածին, ասում է հա։ Ասում եմ երբ եք վերջ անգամ իր հետ խոսել։ Ասում է 3 օր առաջ։ Ասում եմ, ես իմ ընկերոջ հետ եթե 3 ժամ չեմ խոսում, իմ թարթիշները սկսում են թափել ինձ, երբ որ բնական են։ Ոնց քո լցրած թարթիշները չեն թափվում վրիցդ։ Ու այդ բայց մարազմը, ու ես իրան ասում, նայ, ես իրան չեմ ասում բաժանվի, թաթ, ես իրան չեմ ասում բաժանվի, երբեք ես չեմ ասում բաժանվի։ Ես ասում եմ, քուր կլինի աշխատես քո վրա, կլինի գնաս մի բան սովորես, կլինի գնաս գործի, ցավոտ տոնեմ։ կլինի կյանք ունենաս դու, կյանք ունենաս, որ քո կյանքը չլինի կոնտուրը ստեղից սկսելը, միջև ստեղ, առավոտը 8 Ոխարա, լավ էլի։ հա, տենց Հիմա հարց։ երկին են եղել, ու իրանք լուրջ խնդիրներ են ունենում։ Ես իրան քարտեզը բացում եմ, ասում եմ ձվարանների հետ խնդիրներ, բնականաբար բոլոր կանացի օր, որտեղ ինքը կին չի զգում իրան, կապ չունի, որ ինքը դզե փչել է, ինքը Հասկացա։ իր տղամարդը չի ուզում իրան, նա տղամարդը իրան չի սիրում։ Ու իրանք ունեն հոգեկան, առողջական խնդիրներ, այո։ Հիմա նայ, այն խնդիրների մասին, որ ես եմ խոսում, իրականում այդ քո, նո, այդ խնդիրներն են, որոնք պրինցիպե հասարակության համար ինչ որ վտանգ չեն ներկայացնում։ Ոչ, Եթե իրանք ուզում սխալվում են ես։ մնալ, չէ, Կտրուկն արի, է։ հեսա կասեմ, հեսա կոնտրաստը կանեմ, կհասկանաս ինչ նկատի ունեմ։ Միգուցե սխալ եմ արտահայտում միտքս։ Բասի ես գրեմ, որ չմոռանամ ինչ էի ասելու։ Նայ,
Պրինցիպը, եթե իրանք որոշում են լինել այդ զոհի կարգավիճակում, իրանց դուր է գալիս, օքեյ, իրանց մորը իրանց գլուխ ոնց որ ասում են, բայց ես նկատի ունեի մարդիկ, ովքեր գալիս են պարանոիդալնի բրեդով, շիզոֆրենիա, այսինքն, չգիտեմ, մեկը գալի ասում է ինձ մեկը հետևում է, ես չգիտեմ դա ինչ որ վերին ուժեր են։ No, Այդ կարգի կողոտ չէ, չեն եկել։ չէ, Չէ։ բարեբախտաբար Աստված պապիկը ինձ սիրում է եւ ամենամեծ ոչ adekvat բանը որ եղել է, այդ կանայք էին։ Ես սենց այդ դա նկատի ունեի, իսկ ընդհանուր հա, երբ որ մարդ իրան ուզում է զոհի կարգավիճակում ը, պահի ու մնա, Դեպք այդ իհարկե հիշեցի, հետո անառողջ է, կպատմեմ։ Դեպք հիշեցի։ Հա, լսի, անառողջ է։ իրականում այդ ռասուր հասարակության համար վտանգ չի, վտանգ է, որտեվ իրանք ունենում են սրտից ռախիտ երեխեք։ Սրտից ռախիտ, հա, սրտից սիրելու անընդունակ։ Ըհը, Ես ըհը, նայում եմ հիմա իմ շրջապատը, նայում եմ այնքան քիչ են իսկապես սիրող զույգերը, սիրո վրա հիմնված ընտանիքները։ У это երեխեքը սաղ недолюбленные дети недолюбленных родителей։ Իհարկե դա հասարակության համար մեծ խնդիր է, բայց գիտես ինչի վրա էի խնդում։ Մի տղամարդ կար, անունը չեմ տա, բայց լավ հիշում եմ։ Ուրեմն սա զանգում էր։ Ասում էր քուրս։ քուրս, Հա, քույսը ախպերս, քուրս ասում է, ինձ թուղթուգիր են արել, բանը, կարանք բացենք, նայենք։ Ասում եմ, չէ, ախպերս, կարա, դեմ, не мой профиль։ Ու պատմում է, ասում է, մի հատ աղջկա եմ շատ սիրում, ինքը ինձ չի ուզում, ու սենց ուզում է ասում է մի հատ նայես տենաս ինչի չի ուզում, ուզում է ասեի, ես արդեն հասկանում եմ ինքը ինչի ես չի ուզում, չի ուզում։ բայց եթե կուզես Այ, դու չեմ խոսեցիր իրանց թուղթուգիրի հետ չեմ մասին։ աշխատում, ես ինձ շատ հստակ ասում եմ, որ ես ձեզ չեմ կարող առաջարկել իմ օգնությունը, իմ ծառայությունները, իմ խորհրդատվությունը, որտեվ դուք սխալ եք պատկերացնում իմ աշխատանքի բնույթը, ու չեմ էլ Դու մտնում, ինձ պետք չի 2 կոպեկ, որտեվ իրանք հետո շար են էլի լրիվ, գիշերները չեմ քնելու դարտից, լուրջ։ նայ, ամ, քանի հարցս չեմ մոռացել։ Ասիր թուղթուգիրը հիշեցի հարցս։ Ըհը։ Գոյություն ունի այդ թուղթուգիրը ասված անուն։ Թղթուգիրը մարդու ինքը իրան անիծելն է։ Մարդը ինքը Ինքն իրան իրան անիծելն, անիծելն է։ այո։ Օրինակ, պատկերացրու։ Մի հատ կնոջ մասին ենք խոսում, անունը Լենա է։ Լենա տատիի մասին ենք խոսում։ Ուրեմն Ահա, Լենա տատին ծնվել է Բերքարատ գյուղում, անկա բաներ եմ ասում։ Լենա տատի, լյուբի, որ կինոների մեջ գրած այ լյուբույը совпадение, ինչ որ պատահ случайный։ Չայնի, հա։ Հիմա այդ կինը ծնվել է Բերքաբեր գյուղում, Բերքարատեր սարքեցինք Բերքաբեր, թող ինքը լինի Տավուշի մարզում եւ սահմանամերձ։ Եվ վատ պայմաններում է ապրել, 16 տարեկանում իրան ամուսնացրել են, որովհետև դեհոտունը չէր մնալու։ Ու ինքը 17 տարեկանից սկսել է իր բեղուն տարիքը, ունեցել է մի 3 երեխա, 4 երեխա, մի 15 անգամ աբորտ է արել, որտեվ դե գյուղում հեքիմներ գնում էր, անում էր տան պայմաններում կեղտոտ, այդտեղից հիվանդություններ ա կպցրել, մեռնելուց ա փրկվել բանման, ու հետո ամեն անգամ իր ամուսնու հետ անկողին մտնելը ու կենակցելը ասոցացվել է ակնկալվող դարդի հետ, որովհետև ինքը էլի հղիանալու է, որտեվ գյուղում կանայք առող չեն գնալու է հետո եւ այլն եւ այլն։ Ու հիմա այս կինը իր մեջ կամած, ինչ ես կարծում, ինքը 16 տարեկանում սիրով է ամուսնացել։ Ոչ։ Կամ իր ամուսինը իրան սիրում է, կամ ինչ, в общем։ Ու հիմա այս կինը դառնում է 35 տարեկան իմ տարիքի, ու իր մոտ արդեն կյանքը բրծել է, որտեվ իր երեխեքը արդեն մեծ են։ Հա, իր երեխեքը արդեն մեծ են, հեսա պետք է ամուսնանան գնան։ Ինքը այս ընթացքում բանա։ Դե ամուսինը գնաց խոպան ընթացքում, ասֆալտ էր անում, կաֆել էր անում, այնտեղ Նատաշան էր, բաներ։ Տենց թազա վարակներով եկավ, իրան հիվանդացրեց, ինքը գնաց բուժվեց, բայց դե իր ամուսինն է, հո չի բաժանվելու։ Կիսուրին էր պահում, կեսրարին, խմում էին, ծեծում էին իրան։ Հիմա այս կինը ունեցել է այն 2 երեխուն աբորտներից առաջ, հիշում ես? 2-3 երեխուն։ Ըհը, Հիմա ինքը այս ըհը, երեխեքին որպես ծնող հասցրել է, հասկանա մամալների ինչա մամայություն արել է, թե յաբախտի մեծացրել է, ինչ ես կարծում։ я բախտի մեծացրել է։ Ըհը, յաբախտի մեծացրել է։ Շնորհակալություն օպերատիվության համար, պարոն Հայրապետյան, գնահատում եմ։ Որ իմանաք թադը բաններ, մեր նկարներ սարքում, որ ես վիդեոն հետո դնեմ։ Ու Թիմը հիմա փոխեցի։ հա, ահագին գործեր։ Ահա, Ու հիմա
հիմա նա ինչ եմ ուզում քեզ ասեմ։ Հիմա էս Լենայի ամուսինը Վալոդյադյան, որ հերթական անգամ գնաց Ռուսաստան, պարզվեց, որ ինքն դեռ երեխեք ունի, որտեղ Նատաշան հղիեր էլի Իրանից ու չէր ասել, որտեղ Նատաշան տունն էր մնացել 40 տարեկան էր, երեխա էր ուզում, Վալոդյանը սիրուն հայ տղամարդ էր։ Հիմա ինքը եկավ Լենային ասաց, գիտես, ես այնտեղ երեխա ունեմ, ու այդ կինս, բան, ասենց խնամված ա իրան, դու արդեն ծեր ես, կնճիռներ ունես, բան, հələ յոնգնեի տակի կեղտնայի քախանանելուց, ես գնում եմ Նատաշայի հետ ապրեմ, ինքը սենց ջահել նորմալ կին ա։ Իսկ են, որ ռուս կանայք ավելի լավ են իրանց տղամարդկանց նայում, քան միջին վիճակագրական գյուղի հայ կանայք, ինձ թվում ա ակնհայտ ա, չէ, ասենք խնամելու իմաստով, սենց իրանք իրանց խնամելու։ Ինչ եմ ես ամեն ինչը պատմում։ Հիմա այս Լենան ինչ ծրագիր տվեց ընտանեկան իր երեխեքին։ Ինչ, ինքը ինչ ասեց։ Ասեց, որ դու հանդուրժի էդի, դու դիմացի է դրան, այդ նորմալ ա, ես արել եմ, դու էլ կանես։ Հիմա դա անեցք չի, դա թուղթ ու գիր չի։ Երբ որ ինքը իրան անիծեց, երբ որ ամուսինը եկավ, Վալոդներ ով էր, ասեց, որ ես Նատաշայի հետ երեխեք ունեմ, ինքը չասեց, մեռնե են օրը, որ քո հետ ամուսնացա, ասեց։ Դա անեցք չի, դա թուղթ ու գիր չի։ Երբ որ ինքը հերթական աբորտներ անում կուշետկայի վրա ամենակեղտոտ ինստրումենտներով չխորանանք գարշելյա կներես, բայց որ պատկերացնենք մենք ում հիմա նայող լսողները, երբ որ ինքը ասում էր մեռնի են օրը, երբ որ ես որոշեցի քո հետ կենակցել, բա դա անեցք չի։ Ու ինչ ալնում ու իր երեխեքը թորները չեն կարողանում երեխա ունենալ, ամուսնանալ, սիրահարվել ու տենց բանել ու ասում են թուղթ ու գիր են ինձ արել։ Տատը տարե։ Ինքը իրան անիծելով անիծելա քեզ, որտեվ դու քո տատի սերունդն ես, քո տատուց ես սերում, դու իրա ձվաբջիջն ես։ Բա տենց է ալնում անեսնու թուղթ ու գիրը, ոչ թե գործի աչք, ուստրիցայի ական, չէ, Չարած չարփու։ չէ, տենց չի, տենց չի։ Նա ինչի են ասում ծնողի անեցքը ամենաբան անեցքն է, չէ, որ ծնողը սիրտ մի հատ երեխուն ասում ա գնալդ կնա ըլնի գալդ չլնի, դա իմ ընտանիքում ա եղել, իմ ապու պապերի մոտ ա եղել։ Հերո տղա կռվել են, երեխուն ասලා գնալդ ըլնի գալդ չլնի, ճամփին մեռել ասել։ Գնացել ա ու չի Հա, եկել։ ասել շուրա եկել աղ բերելիս ու կոնկրետ բան եմ ասում։ Ասա գնալդ ըլնի գալդ չլնի, եղել ա, բայց դի թուղթ ու գիր չի, էդ ա թուղթ ու գիրը թաթ։ Ու շատ հիմա արդեն ոնց սկսեցի աստրոլոգիայի դաս անել, բայց էզոտերիկա է, դա արդեն այդքան աստրոլոգիա չի։ Երբ որ մարդը մտնում է իր ընտանիքի հովանավորչության տակ, իրան չորը չի կպնում։ Երբ որ մարդը սկսում է իր ցեղի հետ աշխատել, իր ծնողներին սիրել, ընդունել, պաշտել, հարգել, իր տատիկ պապիկին, խնդրել իրանց օգնությունը, օրհնությունը, աջակցությունը ու սրտով սիրել իրանց, չորը չի կպնում իրան։ 100% բան եմ ասում, որովհետև ինչ էլ ուզում է եղած լինի հոգու մակարդակով, то есть մեր տատիկ պապիկները, մեր ծնողները ամենաշատը ինչ են ուզում, որ մենք ապրենք, ուրիշ ոչ մի բան չեն ուզում, որ մենք ապրենք ու լավ ապրենք։ Նշում այդ իմ թուղթ ու գրի ինտերպրետացիան է, քեզ դուր եկավ, Հա, հետաքրքիր էր։ նենց հա որոշ երկինքը մենակ լսես, ստանդար, ահա որ։ Սա քո ասած ամեն ինչն է հետաքրքիր։ Եղել է որ ընկերներիդ մոտ ընկերների կամ չգիտեմ ինչ որ մեկի քարտեզը աստրոլոգիական նայես, բայց իրանց չասես։ Հա, իմ boyfriend-ի քարտեզը առավոտը ծիրիկուն նայում եմ ու իրան ոչ մի բան չեմ ասում։ Անի հիմա հարց, իմը նայել ես, հեչ вообще, ինչ որ բան նայել ես։ Քոնը երբ որ նայել եմ, ինչը որ քեզ հետաքրքիր էր, այդ պահին ասել եմ ու արդեն մենք այդ մասին խոսել ենք իրար հետ, որ այդ պահին, հետո առանձին չեմ նայել։ Չես տեսել մեռնալու թիվը, չես տեսել։ Չէ, դու հələ միջև մեռնելը պետք է մեծանաս։ Լավ, օքեյ։ Բոլոր երեխաները պարտավոր են մեծանալ։ Մեծ ականջդ կանչի։ Դա պոտենցիալ մարդու կյանքի երևում է քարտեզում, ինքը ինչքան կարա ապրի, բայց մարդու ձեռն է։ Հենց վերջերս է պատմում մի դեպք կնոջ, որ քաղցկեղով հիվանդ է ու որոշում է երեխա վերցնի պահի, իր կյանքի վերջին օրերը ռասկրասից անի ու այդ երեխուն օգնի ու չի մահանում։ Քաղցկեղը պրոստը վերանում է մարմնի միջից։ Որտեվ ինքը հասկանալա, որ ինքը մահանում է ու ինքը ունի կարողություն, ինքը սկսում է երջանկացնել մի երեխու կյանք որբանոցից։ Չի մեռնում, չեմ ապրում։
Երբ որ կյանքը իմաստ մարդը երբ է մեռնում, երբ որ կյանքը իմաստ չունի։ Ես իմ կենսաբանորեն Այո, նկարած ոչ, ես իմ ընտանիքում ես, ունեմ բայց մեռած ես։ դեպքեր, երբ որ ասենք իմ մորաքույրը վատ առողջ էր, ինքը կոնկրետ սպասում էր, որ իր երրորդ երեխայի կյանքը դասավորվի ու հենց որ դասավորվեց, հենց որ ինքը տունը առավ երեխան ունեցավ, մորաքույրը ցավոք սրտի անմիջապես մահացավ։ Էդ էր պահում։ Այն որ ծնողներ կան, այն որ ասում են մո երեխես էլ ամուսնանա տենամ երեխուս, էդ էլ է, այ էտա թուղթուգիրը, թատ, այն որ ասում է երեխուս ամուսնանալը տեսնեմ ու մեռնեմ, էտա թուղթուգիրը։ Ու այտենց էլ լինում է, այտենց էլ լինում է։ Ասма թոր տենամ նոր մեռնեմ, թորը տենում է, ու մեռնում է, էտա թուղթուգիրը։ Այդ նայ թուղթուգիրը մարդու խոսքն է, մարդու զորությունն է, այդ վիբրացիաները, այդ քվանտային ֆիզիկա է, այդ տրանսերֆինգ ռեալности Վադիմ Զելանդը ինքը քվանտային ֆիզիկա է, դա բջջային մակարդակով է։ Կվանտային ֆիզիկայից լսեցի, կապ պահի տակ կորել էր։ Հա, ինչ որ իմ ինտերնետը բանա, որովհետև անձրև է գալիս, բուրում գլոյն նեբը կրոյել, ստեղ չգիտեմ, քանով է այդ երևում։ Ասում էի, որ այդ խոսքի ուժը ինքը այդ բանի մակարդակով, էներգիայի մակարդակով, վիբրացիաների մակարդակով դու բերում ես քո կյանք, այն ինչ որ ուզում ես։ Այդ սիլը սլոպ, սիկրետ բան, դա 100% տենց է։ Այն սիկրետը նայել ես, որ ասում եմ մի հատ կարտը ժլանի էի սարքել, հետո մոռացել էի, հետո բացեցի, քթանայել ես այդ պահը։ Չէ, չեմ նայել այդ կինոն ես։ Այդ բանը, ինքը բանա, տիպը վավերագրական է, բայց ես ինքս այդ կինոն նայելուց ժամանակ կարտը ժլանի էի սարքել ու փակել էի ու մոռացել էի դրա մասին։ Երբ որ մենք տեղափոխվում էինք այստեղ, ես բացեցի ու տեսա, որ ամեն նկար, որը տեղ կա, իմ մոտ կա։ Ամեն ինչ ես արել եմ, ինչ որ ուզել եմ։ Հետաքրքիր է շատ աշխատում։ Այդ քվանտային ֆիզիկա նկատի ունի վիբրացիաների, ատոմների, ուժերի, էներգիաների մակարդակով կենթանիների վրա այդ շատ հեշտ է նկատել։ Եթե դու հիմա բիբոյին վերցնես, սենց պուպուշիկ ձենով ասես, իդիոտ կա, դմբլդող հիմարա պուշ, ինքն իրան շատ լավ կզգա։ Բայց եթե կոպիտ տոնով ասես, աղջուտեմ ես քեզ, սենց կանե որ ինչը բան է եղել, էդ էլ է վիբրացիաները։ То есть իրանք կենթանիները մեր ավելի մաքուր տեսակներն են էներգետիկ առումով չփչացած։ Իրանք զգում են վիբրացիաները։ Ոնց է որ շան հետ ինչ լեզով խոսում ես, ինչ ասում ես անում է։ Ինքը քո տոնից է ասում, ինքը էներգիան է ասում։ Նույն ձև էլ ասենք այդ սիլո մուսլի բանման էլ իրանք աշխատում են, 100% են աշխատում։ Արկելի հետևորդներ։ Ինչ ենք ուզում ասել ձեզ, որ խոսքը ուժ ունի, որքան էլ սա հնչի բանալնի, հա, ռուսի ասած, Այս այդ տենց է։ իրականությունն է, այդ իրականությունն է, այնպես որ իմացեք ինչ եք խոսում եւ ինչ եք մտածում։ Զգուշ երազանքներ իրականանալու Այո, բնավորություն ունեն։ չնայած նրան, որ մարդու մտքերը անմիջապես մարդը ինքը մարդը չի, հա, որտեղ մտքերի հոսքը կարա լինի խառը ու տարբեր, բայց ամեն դեպքում պետք է իմանաք ինչ եք էլի ուզում, ինչ եք խոսում։ Դեսի հիմա այս մասին այնքան շատ են խոսում, նույն Atomic Habits-ը, որ այդքան բաներ, պոպուլյարներ, Չեմ չգիտեմ, կարող կարդամ ես, չեմ կարող եմ գիրքը կարդամ, դու կարդացել ես։ մի քանի անգամ աուդիո գիրքը հիմա իր application-ն եմ քաշել, սարքել է նոր ռիլիզ արել, կոչվում է Atoms։ Շատ հավեսն է։ Ինքը այդ պատասխանատվության մասին է։ Հիմա անձրևի ձայնը չի լսվում, նենց ուժեղ անձրևի ձայնը, վայ ինչ Չէ, որտեվ հավես կներ, որ լս։ իրեպել է, հələ իրեպե։ Հələ պասի բան։ Zoom-ի բանը noise reduction-ը չի թողում, լսենք։ Հա, երևի։ Լավ, չեմ ուզում հիմա բզբզեմ հանկարծ մի բան չանեմ, որտեղ հավեսով անձրևի ձայն է, էլի։ Այդ պատասխանատվության զգացողությունը մարդկանց ձեռքը տալը հիմա շատ մոդա է, հատկապես ամերիկյան պոպ գրականության մեջ, տիպը Մարկ Մենսոն, նույն Մել Ռոբինսը եւ այլն։ Իրանք ասում են, այ մարդ քո կյանքն է, վերցրա մի բան արա քո կյանքի հետ, ու որ մարդուն տալիս են պատասխանատվություն, մարդը ինչի են ավտորիտար երկրները ավելի լավ տնում ծաղկում բարգավաճում, քան նույն դեմոկրատ երկրները, որովհետև մարդուն երբ որ ազատություն ես տալիս, ինքը չի մամ այդ ազատության հետ ինչ անի։ Բայց երբ որ ասում ես, էս արա, այն արա, ասում հա, օքեյ, վсё, խելոք անում եմ, էս այն։ Բայց հիմա այն դարաշրջանն է, որ խելացի մարդկանց ասում են, ախպեր, քո կյանքն է, ինչ ուզում ես արա, պատասխանատվությունը վերցրա, իրար արի ու մի բան արա, մի բան ելնի, մի բան անենք։ Տեսա՞ր էզոտերիկայից ուր հասանք։ Այո,
Մեր ոդկասթները դրանով են հետաքրքիր։ Երբ որ չկա ինչ-որ սենց 4 շաբլոն, որով պիտի շարժվես, Ահա։ այլ օթենտիկ Այո, մենք շատ ձևով ներկայացնում ենք, օթենտիկ ենք։ այո, մենք պիտի մի օր հարց ու պատասխան անենք։ Ում հետ։ Ընդհանրապես, մեր հետևորդների հետ, ինչ որ հարց ու Շատ լավ պատասխան։ միտք է։ Իսկ կարող առաջարկենք հենց հիմա, ով որ միջև էս կետը նայել է, գրեք հարցեր։ Մենք Այո, դրանք գրեք հարցեր, որոնց շուրջ պատասխանենք։ մենք ուղղակի փորձենք contemplate անենք։ Այո, Contemplate նշանակում է խորին ձևով մտորել, չէ՞, անի հայերեն ճիշտ այո, եմ ասում։ այո, քթել, բռնել, բաժանել երկուսի, Այո, վարկել 5-ով։ ա, թոքերը գցել, գցել, բռնել, մի խոսքով այդ կարգի ինչ որ բան ենք էլի։ So, գրեք ձեր հարցերը, գրեք եւ մենք սիրով կպատասխանենք։ Այո, Եթե հարցը լավը լինի, մենք կխորանանք ու մի ժամ մենակ խոսենք այդ հարցի շուրջ, երեխեք։ այո, ինչպես նաև մի ոդկաստ կտրամադրեն գերազանցիկության վատ լինելուն, մի Ահա։ ոդկաստ կտրամադրենք ինչ էր, ընտանեկան ինչ որ թեմա էր։ Ա, Մոռացա։ Ընտանեկան տրավմաների եւ այլն, հա, դրանք։ Բան, հա։ Ահա։ Ու մեկ Okay։ էլ հիմա գուշակ մանուշակա ինչ է, ամեն դեպքում ամեն մեկից ճակատագիր է եւ մեր վերաբերմունքը մեր ձեռն է։ Այո, հետաքրքիր էր, Շատ։ հետաքրքիր էր։ Մեր անցած էպիզոդը արդեն ունի 301 քանի դիտում անի ոդքասթում։ Լսի, եթե Շատ մեր ամեն 300 դիտումից 2 դիտումը մարդկանց իսկապես օգտակար լինի եւ ծառայի եւ մի հատ միտք ունենան, մի հատ ինսայթ ունենան, որ իրանց կյանքը փոխի, ուրեմն մեր կյանքը կայացել է այն մուքով։ այո, այո։ Այ, լավն էր։ Մենք մոտենում ենք արդեն մեր տրամաբանական ավարտին, ժողովուրդ։ Եթե այս պահը միջև նայել եք, գրեք, տանց խնձոր մանդարին։ Ասար Էրիկը գրել էր, Էրիկը իմ Ով հետ է Էրիկը։ Էրիկի հետ ես իսպաներեն եմ սովորել։ Մենք իրար հետ Okay։ շատ վաղուց իսպաներենի դասընթացի ենք գնացել։ Ինքը գրել էր նարիջ բանան, ես երկար չէի հասկանում ինչի ա գրել։ Հիմա հասկացա, որտեղ մինչև այդ պահը նայել էր վիդեոն գրել էր նարիջ բանան։ Իսկ ես երբ որ նայեցի, հասկացա, որ այդ պահի համար է։ Հա, իսկ ես մոռացել էի արդեն։ Հիմա կգրեք, ժողովուրդ, տանց խնձոր մանդարին։ Շնորհավոր ձեր նոր տարին։ Ապրես թաց, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Դու ապրես։ Մենք շատ որակյալ թերապիաներ ենք անում, ես ու դու մեր համար եւ ուրիշների։ Հետաքրքիրն է, որ մենք մեր համար չենք կարա լավ թերապիա անենք երբևէ։ Ու Կարդ դա դա ընդհանրապես որքան որ ես գիտեմ, ցանկացած մարդ չպիտի փորձի ինքն իրան թերապիա անի, որովհետև այդ լավ բանի չի հանգեցնում։ Պիտի լինի երկրորդ մեկով այդ անումը։ So, տենց դներ ոչ մեկ չէ դիմի հոգեբանի։ Բա։ So, Գնացինք դեմ, ապրես, դրանք շնորհակալություն, մինչ լավ մնացեք։ շաբաթ, լավ եղեք, շնորհակալություն եւ թուղթուգրից հեռու, ինքներդ ձեզ մենակ սիրեք եւ թող բոլորը ձեզ սիրեն, դուք եւ բոլորին։ Այո, եւ եղեք սիրված։ Այո։